Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եվ բացառքի միջնորդությունը, որ ներկայացրել էիք, կանխատեսելի էր արդյոք այս մերժումը, ինքը մատնանշեց հանգամանքը, որ դեռևս հնարավոր չէ գնահատել այդ ապացույցը, որքանով էր օբյեկտիվ այս առարկությունը եւ առհասարակ միջնորդության մասին։ Մենք իրականում վերջում ժամանակ չունեցանք, որ այդ հարցին հայտարարության տեսքով անդրադառնանք։ Պարոն Ֆարխյանի համար խնդիր չի եղել անձանց կալանքի սանկցիա տա գնահատելով հիմնավոր կասկածի առկայության նյութերի վերաբերյալ, բայց երբ որ անձի իրավունքների վերաբերյալ միջնորդություն եք ներկայացնում, ասում է, որ ինքը նյութերին չի կարող խաղում տալ, հիմա այստեղ անհավասար վերաբերմունք կա, մեր դատական համակարգը ցավոք սրտի այդպիսի անոմալիաներ ունի։ Ինչ վերաբերում է միջնորդության լուծման արդյունքը ինչ որտեղ կանխատեսելի էր, սպասելի էր նման ելքը, բայց պաշտպանության կողմը առավելագույնը ստացավ այս նիստից, կարողացավ եւս մեկ անգամ ներկայացնել, որ այն ինչը որ հանրության աչքերում ակնհայտ կեղծիք է, մարդիկ շարունակում են պնդել, որ այդտեղ ոչ մի կեղծված բան չկա եւ մի կողմից վերահաստատում են, որ իրենք այստեղ չեն եկել արդարություն որոնելու, այլ եկել են կեղծիկով գործ առաջնանելու, մյուս կողմից դա այս դատական նիստի արձանագրությունը շատ հարմար ապացույց է այս անձանց ապագայում քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Պարոն Խուդոյան, դատական նիստը բավականին լարված է անցնում, դատախազները սուր են ընդունում, փաստաբանների բերած հիմնավորումները երբեմն որպես անձնական վիրավորանք են այս ամենն ընդունում։ Ինչի հետ է այս ամենը կապված, ինչով է պայմանավորված ըստ ձեզ։ Փաստաբաններից որևէ մեկ անձնական վիրավորանք չի հասցրել դատախազներին, սակայն եթե իրենք այդպես են ընդունում, նշանակում է իրենք իրենց գործողությունների մեջ կասկածներ ունեն, որովհետև կարծում եմ գոնե իրենց կարգավիճակում գտնվող մարդիկ թեկուզ եւ շարունակում են անել, բայց իրականում հասկանում են ինչ են անում, դրա եւ բարոյական եւ իրավական հետևանքները նույնպես պատկերացնում են իրենց համար։ Շնորհակալություն։